Պատրաստ եք աջակցել Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև շարժմանը։ Դրանցից յամբը Ոչ մի անգամ։ Ես իրան ընդհանրապես դժվար է պատասխանել։ Ախր կրթությունը նորաձև երբեք չի լինում, աղջիկ ջան։ Եվ ես չեմ էլ մասնակցի։ Ամեն մարդ այդ երբ է հայտարարվել, որ կրթությունը նորաձևություն է։ Երբ։ ինքն է այդ շարժումը սկսել։ Ես ոչինչ չունեմ ասելու, ուղղակի կրթությունը դա նորաձև երբեք լինել չի կարող։ Աննա Հակոբյանը առաջերտին թող ինքը կրթվի։ Մեր այս մասսային, մեր այս ջահելությանը շատ կներեք իհարկե, որ ասում եմ, ես ճիշտն եմ ասում, ուրիշ բաներ թողանի, ուրիշ նորություններ թողանի, լավ բաներ սովորենք ու այդ գիրքը, որ դրած թևի տակ տենդեմ, ինչն է կրթում։ Մեր երիտասարդությունը շատ լավ կրթված եղել են, կան ու կլինեն, որտեղ մենք շատ հեռատես ու շատ լավ երեխեք ունենք, աղջիկներ ունենք, տղաներ ունենք, ուղղակի տեղ չեն տալիս իրանց եւ չեն ուզում ընդառաջեն, հիմա նոր եկել են, լավ է էլի, որ ասում են նիչիվո սիբե կներեք, կջնջեք այդ բառը, ամեն դեպքում լավ է ինքը եկա, որ մեզ կրթություն սովորացնի։ Ես շատ եմ ցավում, որտեվ ես անձամբ ճանաչում եմ այնց մարդկանց, այնց երեխեքի, որ գիտության ծով կարելի ասել, ուղղակի տեղ չունեն երեխեքը։ Այդ կրթությանը ես չեմ աջակցում, ազնվությամբ եմ ասում, կներեք Ալսջան։ Իսկ որ կրթության մասին է խոսքը, որ ինքը չունի։ Շարժմանը տեղյակ եմ ու շատ ծանր ցավ եմ ապրում, որ անկիրթ մարդը փորձում է կրթել այն մարդկանց, ով տարիներով կրթություն են ստացել, բացի այն, որ նաև կրթություն են ստացել, իրենց կյանքի փորձն է նաև իրենց կրթել ամեն հարցում։ Իսկ ինքը ձվից դեռ դուրս չեկած հավին կչկչալ է ուզում սովորեցնի։ Մենակ դա կարող եմ ասել Աննա Հակոբյանի մասին։ Ցավում եմ, որ ազգը իրան վստահեց եւ վստահեց իր ամուսնուն։ Ճիշտ է, բոլորս այդ ժամանակին մտածում էինք, որ դա իրականություն է եւ կհամապատասխանի այն իրականությանը, ինչի մասին որ խոսեցում էր, բայց մեզ ցավ եմ ապրում, իսկապես ցավ եմ ապրում։ Ինքս էլ եմ ժամանակին ընտրել, վստահելով, հավատալով, խոսքերը հուզումնալից էին իրա, խոսքերը շատ վստահելի էին, խոսքերը այնպես էր, որ հստակ կարող էինք հավատալ, բայց այսօր որ տեսնում եմ պարզ իրականությունը, թե քաղաքում ու առհասարակ Հայաստանում ինչ է կատարվում, ինչ կրթության մասին կարելի է խոսել, ինչն է ուզում կրթի, ուզում է կրթի այն պատմությունը, որը հերկեցին, ուզում է կրթի այն պատմության մասին, այն իրականության մասին, որը ջնջեցին, այսօր ցավ ես ապրում ամբողջ հայ պատմության գրքերը բացելուց, ցավ ես ապրում, երբ որ գիտակցում ես, որ կնիքը առանց Արարատի է լինելու։ Ինչի մասին է խոսքը, որ կրթության, թող մի հատ ինքը սկզբում իրեն կրթի, իր պատուհաս ամուսնուն կնքի, կրթի, իր պատուհաս երեխաներին կրթի, չէ, մեծի մասին բան չեմ ասի, մեծը խելացի աղջիկ է եւ բավականին, չեմ ուզի ավել բան ասեմ մեծի մասին, բայց իրականությունից չես փոխ, չէ, որ կրթության ժողովուրդ ջան։ Ախր մենք բոլորս էլ կրթված ենք, բարձրագույն հաստատություն ավարտած ենք, բոլորս էլ կյանքում որոշակի ինչ որ ձևի կրթություն ստացել ենք, եթե ոչ ուսումնական, այլ նույնիսկ ծնողից կրթվել ենք եւ հոգեպես, եւ ամեն ձևով, եւ գիտականորեն, ամեն ինչով կրթվել ենք, բայց ցավալին այն է, որ ես այսօր նայում եմ Երևանի, մեր պարզ պատկերը ինչա կատարվում, ինքը բերանը բացած ապուշի պես կրթության մասին է խոսում, ու ձևական կյանքում երևի երբեք գիրք կարդացած չկա, ինքը նաև երևի չի էլ իմացել գրքի պահարանը ինչ է եւ ինչի համար է։ Ուր մնաց այսօր տեսնում ես ձևական դա առաջի տիկնոց պահվածք չի։ Իրականում առաջի տիկինը պետք է այնքան հզոր լինի իր դիրքում, նա իր դիրքով պետք է առաջինը կրթի մնացած այն անկիրտներին, ովքեր որ չեն հասկանում, որ առաջի տիկնոջ կերպարը որն է։ Իսկ ինքը առաջի տիկին լինելով հանդերձ իրան ցույց է տալի ոնց որ, չգիտեմ, բարի բարմեն լինի, հագնված իր տեսքը, իր դուրս գալը, իր գիրք կարդալը, ձևական գցում են սայտերում, գցում են կայքերում, տես ես գիրք եմ կարդում։ Լավ է այդ գիրքը տեսել, ես ինչ խեղճ ես դու։ Ինչի մասին է խոսքը ժողովուրդ։ Որ կրթության։ Ցավ եմ ապրում, իրոք ցավ։ Չգիտեմ ավելի ինչ ասեմ, մենակ են կարամ ասեմ, որ գնալով կործանման ենք գնում ու դա հստակ է։
իրականում հստակ է։ Եթե այսօր ամեն մի հայ քաղաքացի ու այն քաղաքացիները, որոնք նույնիսկ չեն հասկանում, որոնք նույնիսկ չեն գիտակցում, որ կորցնում են հայրենիք, դեռ բավական չի, որ միայն կորցնում ենք պետականությունը, մենք արդեն ինչ կապված է հայ գենի հետ, կորցնում ենք ու դա օր-օրի։ Մի հատ արյունն է մնացել, որ գենը կա ու վերջ, հայի գենի հետ կապված ամեն ինչ ինքը տվեց, ամեն ինչ վաճառում է ու գնալով ավելի վատ է լինելու։ Ես ցավում եմ իմ ազգի համար, ինքս հայ լինելով հանդերձ շատ եմ ցավում, անկեղծ եմ ասում։ Չգիտեմ, համբերություն ձեզ եւ մեզ։